Վայ, հարգելի գործընկերներ, շատ բարդ է անկեղծ ասած արձագանքել։ Չէ, պարոն Արշակյան, հավատացեք, անբանական խոսքին արձագանքելը ավելի բարդ է, քան իրականում մի քիչ բանական քննադատությանը։ Ես այս մեկ ժամվա ընթացքում փորձում էի հասկանալ լավ ինչն է անդիմության նոր խոսքը կամ ինչն է անդիմության միտքը, ինչին պետքա գոնե հակադարձել կամ բանավիճել, ինչի շուրջ պետքա լինի, հասկացա, որ այդ մեծ ճեղքը, որը եղել է այս տարիների ընթացքում, ամբիոններից հնչող, էկրաններից հնչող եւ քաղաքացու կյանքի միջև ավելի է խորանում։ Այս մարդիկ տեղակ չեն, ընդհանրապես այս ժողովուրդը ինչով է անհանգստանում, ինչ խնդիրներ ունի, ինչ կարիքներ ունի, ինչի մասին կուզի, որի ներկայացուցիչը այս ամբիոնից խոսա։ Իրանք իրանց օրակարգը, նեղ օրակարգը, ոնց եղել է 100 տարի առաջ, իմիջիայլոց 5 չէ, 100 տարի առաջ, նույն ձև կրկնում են, այդ ցիկլը անընդմեջ այս մարդկանց մեջ կրկնվում է։ Ասենք մի խոսույթ ասեմ, ընդամենը մի օրինակ, հետո կանրադառնամ բուն ելույթից, ասում եմ պետությունը հիմնվում է ոչ միայն օրենքների վրա, այլ նաև պետական մտածելակերպի վրա։ Հաջորդիվ այդ պետական մտածելակերպի կողքը դնում է մի հատ արտահայտություն, եկեղեցու ինքնիշխան դիրքորոշում եւ դրանով արդարացնում է պետական մտածելակերպով արդարացնում է հեղաշրջման կոչը, պետությունում հեղաշրջման կոչը, ռազմական հեղաշրջման կոչը։ Սենց կոգնիտիվ դիզոնանս, ես չգիտեմ էլ որտեղից կարող ես այդ 2-3 բառերը իրար կողք կպցնել։ Բայց սիրելի քաղաքացիներ, մի փոքր օգտակար տեղեկատվություն տանք ձեզ այս ամբիոնից, որովհետև այն ինչ որ հնչում է անդիմության շուրթերից, ձեզ ոչինչ չի տալու։ Ընդհանրապես ոչինչ չի տալու, երբեմն ձեր ապրած ողբերգությունները վերապրելուց։ Ես ուզում եմ պատմեմ ու հաջորդիվ նաև շատ ավելի մանրամասն ներկայացնելու եմ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են հիմնականում հետսովետական երկրներում, ընտրական, նախընտրական փուլերում։ Հետսովետական երկրների գրեթե բոլոր այն պետություններում, որոնք որ փորձել են ազատվեն կայսրության ճիրաններից, նախընտրական տարին շատ բուռն է անցնում, եւ այդ նախընտրական տարում տեղ են ունենում հետեւյալ գործողությունները կամ հիբրիդային գործիքներն են գործածվում։ Ամենաառաջինը եւ հիմնականը եւ հետո փորձելու եմ բերեմ այդ օրինակները, որ հասարակություն նաեւ փաստահեն տեսնի այս ամեն ինչը, անընդհատ հնչեցնել ամբիոններից, ստել, խաբել, մանիպուլացնել արտահայտությունները։ Դա ինչ է անում, ստեղծում է անվստահություն ոչ միայն իշխանությունների նկատմամբ, այլ ընդհանրապես պետության նկատմամբ։ Իրենք նույն բանը բացահայտում են այսօր։ Անընդմեջ կրկնել, ստել, խաբել։ Ձեր ինքնությանն են ոչնչացնում, ազգային արժեքներն են ոչնչացնում։ Իրենց պատկերացմամբ թուրքի դրոշ վառելը ազգային արժեք է։ Եվ երբ մենք ասում ենք թուրքի դրոշ չի կարելի վառել, դա ազգային արժեքի դեմ ենք պայքարում։ Ավարտում եմ, պարոն Արշակյան։ Լինելու են ոչ միայն հիբրիդային հարձակումներ կեղծ տեղեկատվությունների միջոցով կամ ամբիոններից կեղծ տեղեկությունների միջոցով, այլ նաև կոնկրետ կեղծ գործողություններ, կեղծ ահազանգեր, բոմբերի տեղադրման մակարդակով, կեղծ խուլիգանության դրվագներ, սպանություններ, որպեսզի անվտանգության զգացողությունը կորի հասարակության մոտից։ Հնարավոր է նաև, կեղծ տեղեկատվությունները ասեցի արդեն, եւ ամենակարևոր գործիքը, որ այս տարի կիրառվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա փող եւ փորձելու են առնեն քաղաքացուն, չգիտակցելով ընդհանրապես չպատկերացնելով, որ 18-ից ի վեր քաղաքացին թքած ունի վերևից ձեր փողերի վրա։ Շնորհակալություն։